Շուրջ 140 տարուց ավելի հայտնի հայկական կոնյակը վտանգի առաջ է։ Չէ, արտադրությունը չի կանգնեցվելու։ Պարզապես հայկական կոնյակ բառակապակցությունը շուտով կարելի կլինի օգտագործել տանը խոհանոցում սեղանի շուրջ խնջույքների ժամանակ, բայց շշի պիտակին հայկական կոնյակ բառի փոխարեն պետք է այլ բան գրված լինի, օրինակ հայկական բրենդի։ Պարզվում է դեռ ԽՍՀՄ տարիներից հայտնի հայկական կոնյակը անգամ որպես հասկացություն չէր կարող գոյություն ունենալ, ինչպես որ Դիլիջանում չի կարող արտադրվել ջերմուկ, վարչապետի պնդումն է։ Ուրեմն կոնյակ կարա արտադրվի միայն Ֆրանսիայի կոնյակ երկրամասում աճեցված խաղողից։ Նույնիսկ Ֆրանսիայի մեջ ուրիշ ռեգիոններում աճեցված, օրինակ կա արմանյակ, որը լրիվ ուրիշ ռեգիոնի խաղողից ստացվող խմիչք է։ Շամպայն Հայաստանում չի կարող լինել, որովհետև շամպայնը արտադրվում է միայն այն խաղողից, որը Ֆրանսիայի շամպայն ռեգիոնում է աճում։ Հայկական կոնյակ հասկացություն չի կարող լինել, Ժողովուրդ ջան, չի կարող լինել։ Ասում եմ, ոնց որ չի կարող լինել Դիլիջանի ջերմուկ։ Հարցը միշտ եղել է, քննարկվել է 96-97 թվականներից, միշտ քննարկվել է, ուղղակի 2013-ից հարցը մի քիչ փակվեց այն առումով, այսինքն եւ փակվեց եւ բացվեց։ Փակվեց այն առումով, որ մենք մտանք ԵԱՏՄ, որտեղ այլ իրավական դաշտ էր այս հարցի հետ կապված, եւ բացվեց, որովհետեւ ՍԵՊԱ-ի պայմանագրի կնքման բան առաջացավ, անհրաժեշտություն առաջացավ։ Ինչ է ըստեյության կոնյակը։ Դա կոնյակը դա բրենդին է, որը տվյալ կոնյակ շրջանի խաղողից է ստանում։ Հասկանում եք, ու կոնյակ շրջանը մարտեցին գար է, դարձել է արդեն ոնց որ բրենդ աշխարհում մեկ։ Ամեն երկիր իր համար անվանումներ է որոշում իրենց պրոդուկտների նկատմամբ։ Նույն, ասենք, բան Չիչան, չէ, ասենք Վրաստանի, որը մրկողին է ըստ էության, մեր մոտ էլ կա մրկողի, բայց մեր մոտ վրան գրում են օղի։ Ինչը որ սխալ է, որովհետև օղին ցորենից է լինում։ Մեր մոտ չէ գրում են, ասենք թթի օղի, օրինակ։ Չի լում այդպեսի բան։ Օղին ցորենից է, եթե թթից է, ուրեմն այդ ուրիշ բան այլ, չէ։ Վրացիները անվանում են ստեղծել կամ չգիտեմ, նույն այդ խնձորի օղին, որը ասենք կալվադոս է կոչվում, որը իսպանացիներ թե իտալացիներն են, չէ, կալվադոս։ Եվ այլն, այսինքն երկրորդ տարբերակը մենք ինչ որ բան ձևավորենք, որը բրենդ ձևավորենք։ Խորհրդային Հայաստանը սկսած 1946 թվականից ինքը օգտագործեց հայկական կոնյակի փոխարեն Արարատ անվանումը, որովհետև արգելված էր, դու չէիր կարող արտահանել Եվրոպա, ներսում մնաց կոնյակ։ Եվ տեսեք, աշխարհի բոլոր երկրները բաժանվեցին երկու խմբի։ Մի խումբ երկրներ 1959 թվականին կնքեցին Լիսաբոնի համաձայնագիրը, որով ասում էր, որ աշխարհական անունը իրավունք ունի օգտագործել միայն տվյալ երկիրը։ Եվ կար Տրիպսի համաձայնագիր, այսինքն 28 երկիր այդտեղ էր եւ աշխարհի մնացած բոլոր երկրները այդտեղ էին։ Տրիպսն ասում էր, որ կապ չունի դու օգտագործում ես այ երկրի աշխարհական անուն, տեղանուն թե ոչ, այլ ուղղակի պետք է հասկանալ քո երկրի բնակչությունը, դրա տակ ինչ է հասկանում։ Երկիր, քաղաք, գյուղ, տարածաշրջան, թե խմիչք։ Մասնավորապես կոնյակի համար Տրիպսի ժողովուրդը ասում էր հետևյալ, Տրիպսի անդամ երկրները, որ մեր բնակչությունը կոնյակ ասելով հասկանում է խմիչք եւ ոչ մեկի մտքով չի անցնում, որ կոնյակը կարող է լինել տարածաշրջան, քաղաք եւ այլն։ Եվ մինչեւ այսօր։ Հետո մենք գնում ենք ասում ենք դե կոնյակ ենք տանում, ոնց մեզ չեն թվում, բա ասում եք բան, լավ հարաբերություններ ունեք բանի հետ, Եվրամիության հետ։ Բա կոնյակ ենք տանում, հայկական կոնյակի ճամփեն փակա Եվրամիությունում։ Հայկական կոնյակ հասկացություն չի կարող լինել։ Փաշինյանի այս խոսքերից օրեր անց, սակայն կառավարությունը որոշել է սուբսիդավորել կոնյակի սպիրտի արտահանումը։ Կառավարությունը 985 միլիոն դրամ է հատկացրել կոնյակ արտադրողներին։ Իրավական հարթության մեջ պետք է նայել։ Ինքը ճիշտ է, եթե մենք արտահանում ենք Եվրամիություն,
եւ ինքը ճիշտ չի, եթե մենք արտահանում ենք ոչ Եվրոմիություն, քանի որ մենք ասիվա դրությամբ դեռ համարվում ենք TRIPS-ի անդամ։ Ոնց է աշխատում TRIPS-ը։ Հարցում է անցկացնում փողոցում, ասում է, ինչ բան է շամպայն։ Ժողովրդի 99.9% ասում է շամպայնը խմիչք է։ Ժողովրդի 1%-ն ասում է 0.1% կամ ասում է շամպայնը քաղաք է, կամ նահանգ է, կամ դեպարտամենտ է, կամ տարածաշրջան է։ Եվ ասում են անհավասիկ, տեսեք, խմիչք, որովե մեկը նկատի չունի խմիչք, բան քաղաքը, բոլորը նկատում են խմիչք, նույնը Մադերան, նույնը Պորտո, նույնը վիսկի, նույնը չգիտեմ ինչ, հա, այսպես է, այսինքն, եթե մենք ուզենայինք, մենք կարող էինք դիմակայել։ Մեկ այլ բան, դա բարոյական է, թե բարոյական չէր, խնդիրը դրանում է, որովե մեկը մեզ չէր կարող ստիպել, որ մենք հրաժարվեինք կոնյակից, ինչպես որ չեն կարող ստիպել Միացյալ Նահանգներին կամ չեն կարող ստիպել Ռուսաստանը։ Նաև արտահանման համար։ Նաև արտահանման համար։ Ուղղակի դու չէ, տեսեք, դու չես կարող արտահանել Լիսաբոնի պայմանագիր համարվող երկրներ։ Այսինքն այդ 28 գումարած Մոլդովա, գումարած Վրաստան, այդ երկրներ չես կարող։ Բայց մնաց կոնյակ անվանումով, որովհետև իրենք չեն թողնի։ Մնացած բոլոր երկրներ եւ քո ներսի շուկայում դու կարող ես դա արտահանել եւ իրացնել։ Որ երկրներ, մի քանիսը եթե թվարկենք։ Դե բացառությամբ այդ 28 երկիրը Եվրոմիության երկրներն են։ Բացառությամբ Եվրոմիության երկրները եւ Մոլդովա ու Վրաստան, մնացած բոլոր երկրներում դու իրավունք ունես օգտագործելու։ Իրենք չէին ասում, որ քո ներսի շուկայում չես կարող։ Իրանք ասում են ներսի շուկայում ինչ ուզում ես արա։ Հիմա էլ ժամկետ են տվել 25 տարի, որից 5 տարին արդեն անցավ կամ 7 տարին չեմ հիշում։ Այսինքն 25 տարի հետո մենք չենք կարող նաև ներքին շուկայի համար։ Հա, իհարկե, հա, չէ, հիմա արդեն կամաց բոլորը փորձում են խուսափել կոնյակ հայկական կոնյակ բառակապակցությունից։ Կառավարությունը դեռ 2021 թվականի հունիսի 10-ին հավանություն էր տվել Հայաստանի եւ Եվրոպական միության միջև ֆինանսավորման համաձայնագրին, որի նպատակն էր խթանել Հայաստանում ծագող ապրանքների համար Եվրամիության կոնյակ աշխարհագրական տեղանունի օգտագործման սահուն եւ արդյունավետ դադարեցումը։ Եվրամիությունը այս գործընթացի համար Հայաստանին պետք է հատկացնի 3 միլիոն եվրո։ Ֆինանսական կոմպենսացիա են նախատեսել իրենք կոնյակ արտադրողներին, որպեսզի իրենք նոր շուկաներ որոնեն, նոր ադապտացվեն նոր իրավիճակին։ Մյուս կողմից, քանի որ մենք որոշեցինք, որ պետք է ՍԵՊԱ-ի պայմանագիր կնքենք, այսինքն գնանք դեպի Եվրոմիություն, մենք պարտավոր էինք հարգել Եվրոմիության կանոնները։ Բայց նորից եմ ասում, ոչ ոք մեր ձեռքը չէր բռնել եւ ասել, որ Մադագասկար կարող է օրինակի համար արտահանելուց չօգտագործել կոնյակ բառը, հա, Մադագասկար TRIPS-ի անդամ է։ Այսինքն այստեղ մենք գործ ունենք բարոյական հարթության հետ հարցը քննարկելու եւ իրավական հարթության մեջ։ Իրավական հարթության մեջ մեր ձեռքերը ոչ ոք չեն պահել, բարոյական հարթության մեջ իհարկե մենք պետք է ենթարկվեինք ՍԵՊԱ-ի համաձայնագրին։ Արբուն, արմենիակ թե պարզապես հայկական բրենդի։ Ոլորտի մասնագետները հայկական կոնյակի նոր անվան փնտրտուքների մեջ են։ Հայկական կոնյակը այսօր կանգնած է 0-ից շուկա մտնելու եւ նորից ճանաչելի դառնալու խնդրի առաջ։ Ինչ վնասով դուրս կգան արտադրողները այս անվանափոխության հետևանքով, չէ՞ որ արդեն իսկ կոնյակի արտադրման ծավալները այս տարի նվազել են։ Ըստ պաշտոնական վիճակագրության այս տարի 35%-ով ավելի քիչ կոնյակ է արտադրվել։ Մեր բրենդին էլ ենթանենք Արարատյան դաշտից է, չէ՞ կամ Վայոց ձորից է։ Ուրեմն կամ հայկական է, ուրեմն մենք էլ պետք է հայկականության վրա առանձնանանք, կենտրոնանանք ու խորացնենք, ասենք, չէ՞, այդ փոքր տարածքային առանձնահատկություններն էլ դա նույն կոնյակը, կոնյակ տարածաշրջանն է անվանում, կամ Ռոկֆոր պանիրը, դա նույն պանիրն է, որը ուղղակի Ռոկֆոր շրջանից է։ Այսինքն Ռոկֆորի պանիրի մեթոդոլոգիա եւ պանիր արտադրում են աշխարհի տարբեր կետերում, բայց իրավունք չունեն անունը դրան Ռոկֆոր, քանի որ այդ տարածաշրջանի առանձնահատկությունը։ Հիմա նույնը վերաբերում է մեզ, քանի որ մեր մոտ բրենդին դա մեր տարածաշրջանում է, չէ, Հայաստան, Արարատյան դաշտավայր կամ չգիտեմ, այտենց։ Հետևաբար մենք տարածաշրջանի հիման վրա պետքա անվանում դնենք ու տարածաշրջանի հիման վրա այդ անվանումը շարունակենք։ Սովորական բրենդի չի կարելի։ Սովորական բրենդի եթե արվեց, ես շատ լուրջ կասկածներ ունեմ, որ սովորական բրենդին կդեն, ասենք ուղղակի կգրեն բրենդի, ասենք չեն անի բրենդավորում, այդ անդեմ է դառնում շատ էլի, ասենք անդեմ ոնց որ կոպտ ասած մեքենա արտադրես, անունը դնես մեքենա։ Իսկ մարդիկ մեքենա են անում, արտադրում անունը դնում Mercedes, ոչ թե։ Այդ նույնը մերը որ մնա բրենդի շատ վատ կլինի, էլի հա ճիշտ հասկանամ, որ բրենդի անունը կարող լինի Տիգրան Մեծ, բայց տվյալ ընկերության
բանն է, բայց ենթախումբը ամբողջ բրենդները հայկական պետք է իրենց անվանում ունենան ու կարծում եմ պետք է տարածքային լինի այդ անվանումը, ոնց որ մնացած տեղերը, ոնց որ կոնյակը, ոնց որ ռոկֆորը, ոնց որ չգիտեմ, այլ տարածքային անվանումները։ Մեծ տարածքային անվանման տեսանկյունից դա լինելու է Հայաստան, հայկական բրենդի, քանի որ հայկական կոնյակ էր, հիմա պետք է գրվի հայկական բրենդի, այսինքն Տիգրան Մեծ հայկական բրենդի։ Ոնց որ նախկինում Տիգրան Մեծ կոնյակ էր գրվում, հիմա գրվի Տիգրան Մեծ հայկական բրենդի։ Կամ կարա փոքր տարածքային տեսանկյունից լինի, օրինակ Արարատյան, ընդհանրենք բրենդի, քանի որ Արարատյան դաշտավարից է դուրս գալիս, Արարատյան ու կարաստեյության տարբերություններ լինի, էլի, այսինքն չեմ կարծում, որ մենք այդքան ուժ ունենք մարտեցինգային, որ ընդհանրենք առանձնացնենք հայկական բրենդի, մեկ էլ ընդհանրենք Վայոց ձորի բրենդի, չէ՞, ոնց որ ըստ էության Ֆրանսիայում կա սովորական բրենդի ու կոնյակ, որ այդ կոնյակ շրջանի բրենդի։ Այս գործընթացը պահանջելու է հսկայական ֆինանսական ներդրումներ, մարքեթինգային նոր լուծումներ եւ տարիների հսկայական աշխատանք։ Նոր ապրանքանիշի նկատմամբ վստահություն ձևավորելու համար, իսկ այդ ընթացքում հարևան երկրները, օրինակ Վրաստանը, վստահաբար կամրապնդի իր դիրքերը շուկայում։ Իսկ ինչ կլինի, եթե անվանափոխության հետևանքով հայկական բրենդին, օրինակ ռուսական շուկայում պարտվի ավանդական կոնյակին, չէ՞ որ հայկական կոնյակի հիմնական արտահանման երկիրը Ռուսաստանն է, ինչպես ԽՍՀՄ տարիներին էր։ Հարևան երկրները՝ Ադրբեջան, Թուրքիա, Վրաստան, բոլորը կոնյակ չեն արտադրում։ Ռուսական շուկայում եւ ապա երկրներում իրենք վաճառում են կոնյակ։ Եվ շարունակել։ Եվ շարունակել են վաճառել ու սա է ամբողջ կազուսը։ Մեր մրցակիցները ռուսական շուկայում սկզբից Մոլդովան էր, հա, Մոլդովան հիմա դուրս եկավ, Վրաստանն էր եւ Ադրբեջանը։ Հիմա հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման հետ կապված ադրբեջանական կոնյակը զբաղեցնում է հայկական կոնյակի տեղը։ Վրացական կոնյակը հիմա իմիջով ավելի կամ ծավալով սկսել է արդեն նեղել հայկական կոնյակին։ Իսկ ինչի են նրանք արտոնյալ այդ անունը օգտագործելու հարցում, որտեղ իրենք այդ պայմանագիր, սեպայի պայմանագիր իրենք չեն կնքել կամ կնքել են վերապահումներով, հա։ Տարբերություն մեծ։ Դե տարբերությունը նաև մենակ անվանումով չի, այլ բաներով էլ պետք է լինի, օրինակ ալկոհոլային աստիճանի մեջ ինչ որ կոնկրետ ինչ աստիճան, պատրաստման ինչ որ առանձնահատկություն, խաղողի տեսակների առանձնահատկություն եւ այլն, ինչ որ բնական բաներ կա, որ մեխանիկորեն կա, արև, երկիր, բարձրություն, բան, բայց ինչ որ այլ բաներ պետք է լինեն ու դրա հիման վրա մենք ասենք, որ սա հայկական բրենդին է, որովհետև ինքը պատրաստվում է իսկ ջերմաշճանով, որովհետև իր ալկոհոլի տոկոսը այսքան է, որովհետև ինքը Հայաստանում է արտադրում եւ այլն։ Կար ժամանակ, երբ հայկական կոնյակը օգտագործվում էր իբրև դիվանագիտական ժեստ, իսկ ինչու հիմա դիվանագիտությունը չի օգտագործվում հանուն հայկական կոնյակ ապրանքանիշի, չէ՞ որ հայ-ֆրանսիական հարաբերությունները բավականին ջերմ են, ամենայն դեպս այդպես ասում է Մակրոնը։ Կարծում որ ամեն դեպքում լավ ջանքերի դեպքում կարող են պահպանել վերջը Ֆրանսիան մեզ բարեկամ երկիր է։ Ամենավատ տարբերակով Ֆրանսիայի նախագահին խնդրեք, օրինակ, հաստատ կմիջնորդեր, այտենց շոր այդ հարցը կլուծվեր ինչ-որ ձև, էլի, որովհետև աշխարհը մտերիմ երկրներից է մեր, էլի, այդ ոնց ստացվեց, որ դե պետություն ընդհանրապես կոմերցիոն մարտեցինգային դաշտում այտենց հաջողություն չենք կարող ասենք, որ ունեցել է, որովհետև չեն կարողանում հիմնականում պետությունները այդ ոլորտում մասնավորներն են ավելի հաջողակ լինում։ Մեր պետությունը առավել եւս էլի չեմ կարծում, որ հաջողակ կստացվի իրենց մոտ, հաջողությամբ կստացվի։ Նենց որ համաձայն եմ, որ այստեղ մենք դժվարությունը կունենանք ու այսօր ասում եմ բոլորը հույս է եւ ենթադրություններ, բայց գլոբալ հույս չունեմ, որ պետությունը ինչ-որ քայլեր կանի սողությամբ։ Չայով գույն տված բանի, յաթրջի արաղը, որի անունը դրածա կոնյակ, հիմի բա ինչ անենք, բա ասենց այս վիճակից ոնց գանք, հիմի ընտրություն կատարենք դրա միջև, թե մեր անկախության միջև, ու գնանք մտածենք, ասենք, հա, բայց այնուամենայնիվ եկեք մի հատ քննարկենք։ Ինձ համար տենց քննարկում չկա։ Ինձ համար տենց քննարկում չկա։ Վրաստանի պարագայում, Թուրքիայի պարագայում, Ռուսաստանի պարագայում մենք ինչ ունենք, այսինքն իրենց արտադրանքը որպես արտադրյալ տեսակ ինչով է առավել եւ որ արտադրանքը կոնյակը բրենդին։ Այո։ Ով ասես որ առավել է։ Խի առավել։ Առավել չի։ Չէ, ինչ է նշանակում առավել։
Ձևավորման իմաստով, բովանդակության։ Չէ, այդպես առավել հասկացություն չկա, էլի։ Դե մենք կարող ենք ինչ-որ մի հատ տեսակ բրենդի իրանց ավելի լավն է, քան մերն էլ ինչ-որ վատնա, մեր ինչ-որ ուրիշ տեսակ։ Դե չկա այդպես առավել հասկացություն չկա, այդ ենթախումբ է։ Կոնյակ արտադրող գործարանները ավելի կկրճատեն կոնյակի արտադրման ծավալները, իսկ գյուղացին չի կարողանա մթերել իր խաղողը։ Հայկական կոնյակի ռեբրենդինգը կարող է ավելի թանկ նստել, քան հաշվել են կառավարությունում։ Մնում է հուսալ, որ միջազգային ստանդարտներին, աշխարհագրական տեղանուններին հավատարիմ եւ 29743 կիլոմետրից անդին չտեսնող Հայաստանի կառավարությունը մի օր հանկարծ հայրենական արտադրողին չի արգելի օգտագործել Արարատ տեղանունը։